Առաջին անգամ ԵՄ գագաթնաժողովը Հայաստանում կանցկացվի, ինչ սպասել մայիսի 4-ի գագաթնաժողովից, ինչ կլինի Հայաստանի ճակատագրի հետ այդ գագաթնաժողովից հետո։ Դե գիտեք, ես ակնկալում եմ, որ Եվրամիության ներկայացուցիչները, տարբեր երկրների ղեկավարներ փորձելու են մաքսիմալ մեծացնել այդ գագաթնաժողովի քաղաքական նշանակությունը, հատկապես տարածաշրջանում Ռուսաստանի եւ ինչու՞ չէ նաեւ Իրանի ազդեցության սահմանափակման տեսակետից եւ բնականաբար կարելի է ակնկալել, որ մեծ աջակցություն են ցուցաբերելու քարոզչական տեսակետից Հայաստանի գործող վարչապետին Նիկոլ Փաշինյանին, որովհետև վերջի տարիների ընթացքում ըստ էության Փաշինյանը երկրում սպասարկում է հենց արտաքին շահերը եւ Եվրամիության անդամ երկրների շահերը ոչ վերջին հերթին։ Այսինքն Փաշինյանն իրենց համար լավ գործընկեր է, իհարկե այդ գործընկերությունը սպասարկում է Նիկոլ Փաշինյանը ի հաշիվ Հայաստանի եւ հայ ժողովրդի պետական շահերի, բայց նման Չակերտավոր ասած մանրուքները եվրոպացիներն այդքան էլ չեն հետաքրում։ Նրանց պետք է, որպեսզի Հարավային Կովկասը վերածվի Ռուսաստանը շրջանցող տարանցիկ ուղու, նրանց պետք է, որպեսզի Հարավային Կովկասում մեծանա թուրքական ազդեցությունը ի հակակշիռ Ռուսաստանի եւ Իրանի եւ նաեւ որպես գործիք հետագայում դեպի առաջավոր Ասիայի շուկաներ դուրս գալու տեսակետից եւ այդ բոլոր խնդիրները Փաշինյանն իրենց համար հիանալի կատարում է, ես ավելի քան համոզված եմ, որ Եվրամիության գագաթնաժողովը որքան էլ տարօրինակ չընչի, բայց վերածվելու է ներքաղաքական, հատկապես նախընտրական քարոզարշավի ինչ որ մի շրջափուլի։ Ինչ սպասել դաշնակցից, երբ Փաշինյանը հայտարարում է, որ ԵՄ անդամակցության գործընթացում Հայաստանը նույնիսկ չանդամակցելու դեպքում կարող է շահած դուրս գալ։ Միաժամանակ խոսելով ԵՄ-ի հետ հարաբերությունների աննախադեպ զարգացման մասին եւ պնդելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Այս պայմաններում ինչպես է համադրվում ԵՄ ինտեգրումը, երբ որ հենց Փաշինյանն է ասում, որ ՀԱՊԿ եւ ԵՄ-ն իրար հետ համատեղելի չեն։ Այն որ Եվրասիական տնտեսական միության մեջ Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ է Եվրամիությանը ինտեգրվելու տեսակետից, սա միանշանակ է եւ ռուսական կողմը դրա մասին վերջերս Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ ամենաբարձր մակարդակով հայտարարեց։ Դա հայտարարում է նաեւ Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը, որ ասում է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրամիություն թե Եվրասիական տնտեսական միություն։ Բնականաբար դա տարբեր օրենսդրություններ են, դա տարբեր մաքսային կարգավորումներ են եւ այլն, Հայաստանը չի կարողանալու երկուսի հետ համատեղ զարգացնել։ Հիմա այստեղ իսկապես ընտրությունը արդեն կարծում եմ ոչ թե Փաշինյանինն է, այլ հայ ժողովրդին է։ Փաշինյանը արել է այդ ընտրությունը, ես նորից եմ ասում, նա մշտապես գործում է ի շահ իր արտաքին գործընկերների եւ ի վնաս Հայաստանի։ Հիմա Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի առևտրաշրջանառությունը հասել էր 11 միլիարդ ամերիկյան դոլարի։ Եվրաինտեգրման այս process-ի սկսման արդյունքում մեկ տարվա ընթացքում մի քիչ ավելի ժամանակահատվածում մոտավորապես 5 միլիարդ դոլարով կրճատվել է դա։ Պարզ է, որ դեպի Եվրամիություն շարունակելով, ել չեմ խոսում անդամակցության մասին, մենք կորցնելու ենք Եվրասիական տնտեսական միության շուկան, որը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի։ Հիմա ինչպես դա կփոխհատուցի Եվրամիությունը, սա շատ մեծ հարց է, որի պատասխանը ոչ մեկ մինչ այս պահը չի տալիս։ Իմ գործընկերները Եվրամիության անդամ երկրներում գործող վերլուծաբանները, տնտեսագետները շատ բաց տեքստով ասում են, որ Եվրամիությունը այդ պոտենցիալը չունի Հայաստանին նման շուկաներ տրամադրելու եւ Հայաստանի շուկան էլ Եվրամիության համար այդքան հետաքրքիր չէ։ Ոչ էլ Հայաստան ունի դեպի Եվրոպական միության երկրներ այդ ծավալով արտահանումներ իրականացնելու պոտենցիալ։ Եվ որակական տեսակետից եւ քանակական եւ այսպես ասած շուկայում տրվող արտոնությունների եւ այլնի տեսակետից իսկ դա միայն գյուղմթերք չի, դա նաեւ էներգակիրներն են, դա ամեն ինչն է, այսինքն ինչով որ Հայաստանը այսօր կապված է Եվրասիական տնտեսական միության հետ։ Դրա համար բոլոր հաշվարկները եւ բոլոր փորձագիտական գնահատականները վկայում են այն մասին, որ Եվրամիության ինտեգրումը, որի հեռանկարն էլ այս պահին դեռ չկա, ինքը Հայաստանի համար լավ լուծում չէ, Հայաստանի տնտեսության համար մի շարք ռիսկեր է պարունակում, բայց չնայած դրան միևնույն է Փաշինյանը գնում է այդ ճանապարհով։
Իսկ մոտ կա տպավորություն, որ Հայաստանի կառավարությունը, այսպես եվրոպական արժեքներ գովազդելով, քարոզչություն անելով եւ այլնով, փորձում է պարզապես ձայներ ստանալ։ Նրանք հասկանում են, որ Հայաստանում կա հակառուսական տրամադրվածություն, որը տարեստարի մեծանում է, եւ փորձում են այդ զանգվածի քվեները բերել դեպի քաղաքացիական պայմանագիր կուսակցություն եւ նման խոստումներ են տալիս։ Այն որ այդ ընթացքում այդ ընդհանրապես ընտրական խնդիրը լուծելու համար Հայաստանը արդեն 5 միլիարդ դոլարի վնաս է կրել առևտրաշրջանառության տեսակետից, Փաշինյանին շատ չի հետաքրքրում, որտեվ առաջնահերթությունները նրանց ուրիշ տեղ են։ Բայց այն որ մենք չենք կարողանալու գնալ դեպի Եվրամիություն, ընդհանրապես ոչ միայն տնտեսական պատճառներով, այլ Եվրամիությունը պատրաստ չէ ընդլայնվել դեպի հարավային Կովկաս, լավ հասկանալով, որ դա նոր բեռ է, դա նոր խնդիրներ, որոնք իրենք այս բան չեն կարող լուծել։ Իրենց ներսում բավական շատ հարցեր կան, որոնք տեսնում ենք, որ թե ինչ տարաձայնություններ են առաջացնում եւ ինչ խնդիրների առջեւ են կանգնացնում Բրյուսելին, եւ նոր ընդլայնման ծրագիր, հատկապես այս ուղղությամբ, նրանք ուղղակի չեն կարող սպասարկել։ Եվ կարծում եմ, որ մեր ժողովուրդը դա պետք է լավ հասկանա, այսինքն այստեղ ընտրություն կատարողը իրականում ժողովուրդն է լինելու։ Եթե քվեարկի Փաշինյանի օգտին, մենք չգիտենք Փաշինյանը ինչ կանի, պրագմատիզմի ճանապարհով կգնա, թե սրա նրա շահերը սպասարկելու ճանապարհով իր այսպես կոչված լեգիտիմությունը բարձրացնելու տարբերակները կընտրի, բայց այն որ Եվրամիությունը եւ Հայաստանը պատմական այս ժամանակաշրջանում անհամատեղելի երևույթներ են, դա փաստ է։ Մյուս կողմից ինչ որ ասում են, եթե անգամ չընտրվենք Հայաստանը կշահի, ապա սա մի քաղաքականություն է, որը Հայաստանում իրականացվել է մշտապես։ Այսինքն Եվրամիությունից եւ արևմտյան աշխարհից հայկական պետությունը մշտապես փորձել է ներմուծել ժողովրդավարական արժեքներ, չգիտեմ, թափանցիկություն եւ այլ, այսինքն գործիքներ, որոնք բարձրացնում են պետության արդյունավետությունը որպես այդպիսին, միշտ ներդրվել են Հայաստանում եւ դա չի հակասել Եվրասիական տնտեսական միության կամ Ռուսաստանի կամ ԱՊՀ-ի հետ մեր հարաբերությունների զարգացման։ Ուղղակի պետք է ճիշտ առաջնահերթություններ դրվեն։ Ամբողջ խնդիրը այն է, որ այս կառավարության առաջնահերթությունները դրան միտված չեն։ Մենք պարզապես ասում ենք, որ գնում ենք դառնանք Եվրամիության անդամ, լավ հասկանալով, որ Եվրամիությունը մեզ չի ընդունելու, մենք պոտենցիալ չունենք այնտեղ հասնելու եւ այլն եւ այլն։ Բայց այդ ֆոնին վատացնում է հարաբերությունները Կրեմլի հետ։ Այսինքն այս շրջանում կարող է գազի գինը թանկանալ, որը բաց տեքստով հայտարարել են, ինչպես նաև ռուսական ռազմաբազան կարող են Հայաստանից դուրս գալ եւ Հայաստանի տնտեսության վրա մեծ հետ կթողնի Կրեմլի հետ վատ հարաբերությունները։ Այո, ես դրա մասին ասացի, որ Ռուսաստանը արդեն ուղիղ սպառնալիքների լեզվին է անցել։ Ու ասում են, ընտրությունը ձերն է, դուք որոշեք։ Բայց ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազայի դուրսբերմանը եւ այլն, դա այն արտաքին պատվերն է, որը Փաշինյանը ստացել է։ Ընդ որում ստացել է այդ պատվերի, այսպես ասած, հովանավորները եւ Բաքվում են, եւ Անկարայում, եւ Բրյուսելում, եւ Վաշինգտոնում, այսինքն շահագրգիռ կողմերը Ռուսաստանի դիրքերը հարավային Կովկասում թույլատնելու շատ են։ Այս պարագայում Փաշինյանը ընդամենը գործիք է նրանց ձեռքերում, իսկ եւ այդ գործիքը գործում է ի վնաս Հայաստանի շահերի։ Մենք արդեն բավական լուրջ խնդիրներ ունենք անվտանգային համակարգերի հետ մեր կապված, մենք արդեն, ինչպես ասացի, տնտեսական կորուստներ ենք կրում, իսկ շարունակելու դեպքում իսկապես սպառնալիքները կդառնան կենսական նշանակության Հայաստանի համար, նույն բոլոր ոլորտներում, եւ քաղաքական, եւ տնտեսական, եւ անվտանգային։ Եվ խոսենք մի քիչ ներքին զարգացումներից, Փաշինյանը հայտարարեց, որ արդարադատությունը չի բխում ժողովրդի շահերից եւ դա պետք է լուծել նոր սահմանադրությամբ, այսինքն Նիկոլ Փաշինյանի կարծիքով պետք է փոխել սահմանադրությունը եւ արդարադատությունը ծառայի ժողովրդին, իսկ արդարադատությունը մենք գիտենք պետք է օրենքին, օրենսդրությանը ծառայի։ Այս փոփոխությունը ըստ ձեզ ինչով է պայմանավորված եւ ինչ է ուզում լուծել, միգուցե ամբողջությամբ ծառայեցնի իրեն արդարադատությունը։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոխելու օրակարգը դա Փաշինյանի օրակարգը չէ, դա Ալիևի օրակարգն է, որի մասին Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում է 20 թվականի դավաճանված պատերազմում
իրենց համար արդյունավետ ավարտված պատերազմից անմիջապես հետո։ Փաշինյանը դա փորձում է Ալիևի պատվերը փաթեթավորել այնպես, ինչ կարծես թե դա բխում է Հայաստանի շահերից, հայ ժողովրդի շահերից, ինչ որ սպառնալիքներ է մատնանշում գործող սահմանադրության մեջ, ինչ չէ նաև ամբողջ օրենսդրական բազայի մեջ, եւ փորձում է բնականաբար Ալիևի պահանջը ներկայացնել որպես Հայաստանի շահ, ինչը ցանկացած քիչ թե շատ խելամիտ մարդու համար ակնհայտ է, որ պարզ խաբեություն է եւ հերթական սուտն է, որը փաթաթվում է մեր ժողովրդի վզին, այս դեպքում թշնամու կողմից եւ կրկին Փաշինյանի ձեռքով։ Դրա համար մնացած բոլոր բացատրությունները օրենսդրություն, արդարադատության ինստիտուտների վերանայում եւ այլն, այդ ամեն ինչը դա այն փաթեթավորումն է ընդամենը, որը պետք է Փաշինյանին Ալիևի պահանջները կատարելու համար։ Նորից եմ ասում, սա արտաքին պատվեր է, դա պարտադրանք է, որ այսօր փորձում են կապել մեր ժողովրդի վզին եւ մեր պետության վզին, եւ եթե նրանց դա հաջողվի անել, ապա Հայաստանի պետությունը եւս մի քանի, այսպես ասած, կարևոր նշաձողերով կթուլանա, կզիջի իր ազդեցությունը եւ տարածաշրջանում գործոն լինելու հնարավորությունը։ Հա պետության կազմակերպման ծրագիր է, եթե ուղիղ բառերով ասենք, որը մեզ մատուցում է որպես բարիք։ Մաքուր սատանայական գործելավոճ է, ինչ այդպես են խաբում մարդկանց եւ ժողովրդներին։ Չարիքը որպես բարիք են ներկայացնում, այլափոխում են եւ ըստ էության գայթակղելով, խաբելով, իսկ հաճախ նաեւ տեղեկատվական եւ հոգեբանական ահաբեկչության միջոցով, օրինակ եթե չանենք պատերազմ կլինի եւ այլն, հասնում են այդ նպատակներին։ Եվ նոր սահմանադրության տեքստը Սերժ Գալյանը, արդարադատության նախարարը, երկար ժամանակ կարծես թե պատրաստում է եւ ժողովրդին, հասարակությանը չի հայտնում, վերջերս ասաց, որ տեքստը պատրաստ կլինի հունիսի 7-ին, սակայն պնդումներ կան, որ անգամ հունիսի 7-ին պատրաստ չի լինի։ Ինչու է պայմանավորված այս ձգձգումները, որ միջև ընտրություններ սահմանադրության նոր տեքստը չեն ուզում ներկայացնել հանրությանը։ Երկու պատճառ կարող է լինել այստեղ։ Նախ տեքստը իսկապես պատրաստ է արդեն եւ այսպես կոչված համանդրական բարեփոխումների հանձնաժողովը հաստատել է այդ տեքստը, բայց նախարարը ասում է, որ դեռ պետք է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում դա քննարկեն, որովհետեւ դա, այսպես ասած, իշխող թիմի առաջարկն է լինելու հասարակությանը։ Ինձ մոտ լուրջ կասկածներ կան եւ ոչ անհիմն, որ այդ տեքստը ոչ թե պետք է ԿՊ-ում քննարկվի, այլ մի հատ պետք է սկզբից ուղարկվի Բաքու, հետո Անկարա, մի հատ այնտեղից հաստատումներ ստանան, վերջնական տեսքի բերվի, այնտեղից որ հետո ստիպված չլինեն էլի նորից գնալ այդ փոփոխությունների եւ այն ժամանակ միայն ներկայացնել հասարակությանը ու արդեն դրա համար փորձեն կռիվ տալ։ Սա ինձ համար իսկապես կասկածից ավելին է, գրեթե համոզմունք է, որ այդ պատրաստ տեքստը արդեն այս պահին խմբագրվում կամ ստուգվում կամ լրացվում, համալրվում է հենց իրական պատվիրատուների կողմից, նրանց, ովքեր որ խոսել են սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին։ Իսկ մինչև խորհրդարանական ընտրությունները բնականաբար չեն ներկայացվելու հանրությանը, մեկ պարզ պատճառով, որովհետև իրենք գիտեն, որ դա խոցելի թուղթ է լինելու եւ դա կարող է ինչ-որ չափով էլի ազդել իրենց վարկանիշի վրա։ Խաբեության քաղաքականությունը այստեղ շարունակվում է։ Սկզբից լավ խոստումներով փորձելու են վերարտադրվել ընտրությունների միջոցով, հետո արդեն վերարտադրվելուց հետո ասելու են դե ժողովուրդ հիշում եք, չէ՞, մենք ընտրել եք, որ մենք սահմանադրություն փոխենք, սա էլ ձեր նոր սահմանադրությունը։ Այսինքն դա գործելավոճ է, որը շատ հատուկ է Փաշինյանին եւ որին մենք ականատես ենք լինում արդեն գրեթե 8 տարի։